կառավարության հրաժարականի խնդիրն է եւ 4 քաղաքական ուժերը այս հարցի շուրջ կարծեք թե կարողանում են գալ համախմբման եւ որովհետեւ այն խնդիրները, որոնք ենթադրում են լուծումներ, կառավարության շրջանակների աշխատանքի ծիրի մեջ են։ Կուտակային է, գազի հետ կապված խնդիրներն են, ժողովրդի կենսամագարտակի հարցն է, արտաքաղթն է, այս բոլորը վերաբերում է կառավարության աշխատանքին։ Առավել ևս որ սա խորհրդարանական գործընթաց է, վարչապետի նշանակումը դա մեծամասնության պրերոգատիվան է, դա խորհրդարանական թելացություն է եւ մենք ուզում ենք այս ծիրի մեջ մնալ, բայց մենք ոչինչ չենք բացառում, մենք գիտենք թե երկրի իրավիճակի գլխավոր պատասխանատուները ովքեր են, այս բոլորը մենք շատ լավ ենք հասկանում, բայց ըստ իրավիճակի, ըստ թելատրանքի ես կարծում եմ, որ մենք համապատասխան դիրքորոշումներ կգործենք։ Մեկ բան կարող եմ ասել, վստահ եղեք, որ չկա որևէ հարց, որը քննարկելի չլինի 4 քաղաքական ուժերի օրակարգում տաբու լինի, այդ թվում նաև ձեր բարձրացրած հարցը, որտեղ չկա որևէ պաշտոնյա Հայաստանի Հանրապետությունը, որը մտածի, որ ժառանգաբար ինքը այդ պաշտոնը ստացել է եւ դա ժառանգաբար ստված է իրեն ցանկացած հարց քննարկելի է եւ մեծ համար իհարկե առաջին հերթին ամենակարևորը ժողովրդից եկող իմպուլսներն են լինելու, մենք արձագանքելու ենք այդ իմպուլսներին, ավելին այս պահին թույլ տվեք չենք։